Եվ Հիսուսը ասաց. Ես եմ հացն կենաց, ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Բայց ես ձեզ ասում եմ, եթե ինձ տեսաք, եկ չեք հավատում։ Բայց նրանք, ում հայրն ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ով որ ինձ մոտ գա, դուրս չեմ անի երբեք, որովհետև ես երկնքից իջա, ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հավատացյալներ, այսօրվա մեր եկեղեցու ընթերցումի հատվածը Հովհաննեսի ավետարանից է 6-րդ գլուխ 35 համար, որտեղ մեր Տերը ասում է ես եմ հացն կենաց։ Կենաց նշանակում է կյանք, կյանքի հացը ես եմ, ասում է Քրիստոս։ Ուրեմն հաղորդության խորհրդի մասին է այսօրվա հոգևոր թեման, որ պիտի միասին սովորենք և հասկանանք ևս մեկ անգամ ընկալելու, թե ինչ է Սուրբ Պատարագը, ինչու ենք մենք օրհնում հացը որպես Հիսուսի մարմին և տալիս բոլոր հաղորդվողներին, ինչու ենք օրհնում գինին որպես Քրիստոսի խորհրդանշանական արյուն, և այս ամենը պատարագի հիմքը դրվեց, բոլորդ գիտեք շատ լավ, և Սուրբ Գիրքը այդ մասին ասում է, հիմքը պատարագի դրվեց, կամ մենք վերցնում ենք պատարագը այն դրվագից, որտեղ մեր Տերը իր 12 առաքյալների հետ վերնատան մեջ ընթրիք կազմակերպեցին և վերջին ընթրիք էր կոչվում այդ ընթրիքը։ Հիսուսը վերցնում է հացը, օրհնում է և տալիս է իր աշակերտներին, ասում է սա է իմ մարմինը, և վերցնում է գինին, օրհնում է, ասում է սա է իմ արյունը, և բաշխում է իր աշակերտներին և ասում է ով որ ճաշակի իմ մարմինը, ով որ ըմպի իմ արյունը, պիտի ունենա հավիտենական կյանք։ Սիրելի քրիստոնյաներ, սիրելի եղբայրներ և քույրեր, պատարագի հաստատումը, հացի բեկանումը հիմք դարձավ պատարագի և դարեր շարունակ պատարագի ստեղծման և դարեր շարունակ սկսած առաջին դարից պատարագը ձևավորվեց, կազմավորվեց, հարստացավ, այդ վերջին ընթրիքի այդ արարողակարգը մենք տեսնում ենք այսօրվա սուրբ և անմահ պատարագի այս գեղեցիկ հոգեթով, հոգենորոգ, բժշկող, այս հոգևոր, որ հացը տրվում է մեզ հոգևոր սնունդ է։ Ուրեմն երկու տեսակի սնունդ է, որ կարևոր է մարդուն ապրելու համար։ Առաջի սնունդը տեսանելի այն հացն է, որպես սնունդ մեզ համար ապրելու համար, որպեսզի մեր մարմինը լիցքավորվի, ուժ ունենանք և ապրենք ֆիզիկապես, ահա երկրորդ սնունդը մեր պատարագի ժամանակ սրբագործված Հիսուսի կենարար մարմինն է, որ ընդամենը տեսանելի, մենք տեսնում ենք գույնը, հացը, մենք տեսնում ենք հոտը, նշխարի, մենք տեսնում ենք գինին, տեսնում ենք և զգում ենք գինու համը, բայց այս պատարագի ընթացքում այս տեսանելի հացը և տեսանելի գինին գոյաբանորեն փոխվում է Հիսուսի մարմնին և արյանը։ Հիմա Աստծո խոսքը մեզ ասում է, որ այս հացը դառնում է Հիսուսի մարմինը, այս գինին դառնում է Հիսուսի արյունը։ Ոչ մի բանից աշխարհը ստեղծող Աստված չէր կարող չստեղծել մի բան, որը թերևս մեզ համար մի քիչ թերահավատության արժեք է ստանում։ Ինչպես կարող է հացը այս պատարագի ժամանակ դառնալ Հիսուսի մարմինը
Եվ ինչպես կարող է պարզ գինին, որդատունկից քաղված գինին դառնա Հիսուսի արյունը, ոչ մի բանից ստեղծող աշխարհը, Աստված ստեղծող աշխարհը դժվար էր մեզ համար հոգևոր հաց կազմակերպել եւ ստեղծել պատարագի խորհուրդը եւ ասել հետեւյալը, որ այս արարողությունը արեք մինչև իմ երկրորդ գալստյան օրը, այսինքն շարունակական մինչև Քրիստոսի երկրորդ գալուս աշխարհի վաղճանը մենք պիտի կատարենք Տիրոջ պատգամը եւ մատուցենք սուրբ եւ անմահ պատարագ։ Ուրեմն Լյուդվիկոս թագավոր միջնադար Ֆրանսիա, երբ որ քահանան եկեղեցում այսպիսի մի կիրակնորյա օր օրհնում է հացը բարձրացնելով, ասում է, այս է մարմինն իմ, հրաշք է տեղի ունենում, բոլորը տեսնում են մանուկ Հիսուսը այս տվյալ օծված քահանայի ձեռքում եւ շատերը, որ թերահավատ են, թե ինչպես կարող է պարզ հացը դառնալ Հիսուսի մարմինը, պարզ գինին դառնալ, սովորական գինին դառնալ Հիսուսի արյունը, այդ տեսնողները աղմուկ են բարձրացնում եւ նույնիսկ մարդիկ գնում են Լյուդվիկոսի մոտ թագավորին ասելու, որ ով թագավոր արի եկեղեցի եւ տես մանուկ Հիսուսը հայտնվեց հրաշքով, այն հացը, որ օրհնեց քահանան, դարձել է Հիսուսի մարմինը եւ արյունը։ Եվ թագավորը հետաքրքիր մի բան ասեց երանի նրանով, որ չի տեսնի եւ կհավատա։ Երբեմն մենք բաներ ենք տեսնում, որ ավելի ստույգ չէ։ Բաների հետ ենք շփվում մեր շոշափելիքներով, որ գուցե նաեւ ստույգ չէ, անիրական է։ Մենք կարող ենք մեր տեսածին եւ շոշափածի վրա կասկածել, բայց Աստծո խոսքի վրա չենք կարող կասկածել։ Եվ Սուրբ հայրերը ասում են, որ Աստծո խոսքը երեք այսօր եւ վաղը հավիտյան, Աստված չի ստում, Աստված չի խաբվում եւ Աստված չի խաբում։ Եթե Աստված ասեց, սա է իմ մարմինը, իրոք դա Քրիստոսի մարմինն է, սա է իմ արյունը, իրոք սա Քրիստոսի արյունն է։ Եվ ով որ ճաշակի այս մարմինը եւ արյունը կապրի հավիտենական կյանքի համար։ Հիմա այս ամենով հանդերձ մենք ինչպես ենք մոտենում հաղորդությանը։ Երբ որ մենք հյուր ենք գնում, ինչ որ մեր բարեկամի հարազատի ընկերոջ տուն, կամ հրավիրում ենք հյուրերի մեր տուն, կամ ինչ որ մի վայր պիտի այցելենք, մենք մեզ անպայման կարգի ենք բերում, հարդարվում ենք, լավ զգեստներ ենք հագնում, լավ օծանելիքներ ենք օգտագործում, կարգի ենք բերում մեզ, կոշիկների փոշին ենք վերցնում, հարդարում ենք մեր մազերը, ամեն բան կարգի ենք բերում, կամ հյուր ենք գնում, կամ մեզ հյուր ենք գալիս։ Հիմա մենք ինչպես ենք պատրաստվում հոգևոր սնունդին, որը հաղորդությունն է։ Մարդիկ օրինակի համար քրիստոնյաներ, որոնք տարիներով հաղորդվում են, բայց ոչ մի բան այս մարդկանց մոտ չի փոխվում։ Դա նրանից է, որ ինչպես որ մեր Սուրբ եկեղեցու հեղինակներն են ասում, մենք անարժանորեն ենք մոտենում այս հաղորդությանը։ Ոչ թե որ Քրիստոսի մարմինը եւ արյունը կորցրել են իրենց ուժականությունը եւ աստվածային բնույթը, ոչ թե թերին հաղորդությունն է, այլ թերի է մեր վերաբերմունքը այդ հաղորդությանը։ Մենք ինչպես ենք վերաբերվում ընկալում սա եւ ինչպես ենք մոտենում սրան։ Տեսեք, մենք պատրաստվում ենք հաղորդվելու թե ոչ։ Եթե մենք, ինչպես նորից եմ կրկնում, եկեղեցու սուրբ հեղինակները այս մասին լեցուն, ուրեմն ստեղծագործություններ ունեն, ովքեր որ անարժան, օրինակ Հովան Ոսկեբերանը ասում է, որ ովքեր անարժանորեն են մոտենում, չպատրաստված, թերի պատրաստված,
փնթի ձևով են մոտենում հաղորդությանը, նրանք համահավասար են Հուդայի կատարած մեղքին եւ դատապարտություն է իրենց համար։ Այսինքն սրա մասին ոչ թե մենք պիտի լսենք, ուղակի անցնենք, խոսքեր էր, ասեց քահանան, Տեր Կարապետը մի բան ասեց, բայց սրանք իրողություն են։ Եթե մենք անարժանորեն ենք մոտենում, թերի փնթի ձևով ենք մոտենում հաղորդությանը, հաղորդությունը այս Քրիստոսի մարմինը եւ արյունը ոչ մի նշանակություն չունի մեր հոգևոր սնվելու համար։ Մենք դե ապաշխարենք սրա համար, օրինակի համար, տեսեք, երբ որ քահանան եկող շաբաթ, եկող կիրակի կամ մոտակա կիրակին պիտի պատարակ մատուցի, նա պատրաստվում է։ Մենք էլ պիտի բոլորս պատրաստվենք։ Ինչ է նշանակում սա։ Տրամադրվել պատարակին գալու պատրաստ։ Մենք գալիս ենք գլխաշոր չունենալով կանայք, մենք գալիս ենք կիսաշրջազգեստով կանայք, միջնադարում եւ ավելի վաղ միջնադարում կամ սկզբնական եկեղեցու համայնքում ուղղակի չեն թողում եկեղեցի մտնել նման փնթի վիճակով։ Եկեղեցու դռնից ներս մարդ չէին թողնում, եթե նա պատրաստ չէր տեսքով, էլ ուր մնաց հոգով։ Հիմա տեսքով պատրաստ լինել, բայց հոգով պատրաստ լինում ենք, թե ոչ։ Ինչ է նշանակում հոգով պատրաստվել հաղորդությանը։ Սա նշանակում է, թե երբ որ մենք նստում ենք հաց ուտելու, չէ, պատրաստվում ենք ճաշելու, սնվելու, մենք լվանում ենք մեր ձեռքերը, մեր դեմքը, օճառվում ենք մանրակրկիտ։ Բայց մենք հոգևոր հացին ինչպես ենք մոտենում, մտածենք այս մասին, ապաշխարեցինք, զղջացինք, մաքուր է, որտեղ Քրիստոսի մարմինը հայտնվում է մեր ներսում։ Հիմա պատկերացրեք, մեղքերով լեցուն հոգու մեջ Քրիստոսի մարմինը, անհամատեղելի են սրանք։ Դա նույնն է, որ բորոտի շորեր հագնես, կհագնես, կզզվես, կփախնես, դա նույնն է, որ գնաս աղբամանի մեջ, չգիտեմ, աղբ վերցնես, տանես քո տուն, Քրիստոս իջնում է քո մեջ, քո սնունդը, հոգևոր սնունդը ապահովելու, բայց այնտեղ աղտեղածին նախանց կա, հպարտություն կա, հայոյանք կա, չարակամություն կա, քիչ հետո կընթերցենք այդ բոլոր մեղքերը, մաքրվել եք, մաքրել ենք մենք։ Պարզ մի բան եմ ասում, երբ որ մոտենում ենք ջուր խմելու, բաժակը վերցնում ենք, ողողում ենք, մաքրում ենք նոր ջուրը խմում ենք, բա մեր հոգին ինչ վիճակում է, ողողված է մեր հոգին, մաքրված է մեր հոգին, թե ոչ։ Ես եմ հաց ընկենած, եւ շարունակության մեջ Հիսուս մեր Տերը ասում է, ես եմ հաց ընկենած, ձեր հայրերը, այսինքն հրեաներին է ուղղում Հիսուս իր խոսքը, ձեր հայրերը անապատում մանանան կերան եւ մեռան, այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, երբեք չմեռնի, ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, թե մեկը այս հացից ուտի, հավիտենապես կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա, տեսեք, աշխարհի կյանքի մասին է մտածում Հիսուս։ Ուստի հաղորդությունը սիրո խորհուրդն է, որ Աստված ամենամեծ գանձը տվել է մեզ հետ է այսօր երեկ եւ վաղը լինելու Հիսուս, որովհետեւ Հիսուսի ամբողջ աշխարհը վերանա, Հիսուսի այս խոսքից մի նախադասություն, մի տառ ու ստորակետ ու վերջակետ չի վերանալու, որովհետև Աստծո խոսքը կյանք է։ Իրաներ իրար հետ բուրըն կերպով վիճում են եւ ասում, սա ինչպես կարող է, այսինքն Հիսուս իր մարմինը մեզ տալ ուտելու։ Այսօր եւս ասում են, որ կամ մի պատմության մեջ այսպիսի մի դրվագ կա, որ մի անհավատ քրիստոնյայի հետ, երբ որ բանավիճում էին, այս անհավատը ասեց, որ դուք մարդակեր եք, Հիսուսի մարմինն եք ուտում եւ մարդակեր եք։ Եվ այստեղ Հիսուսը ասում է, որ Հիսուս
Նրանց ասաց, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը եւ չմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմբում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, եւ ես նրան վերջին օրը հարություն եմ տալու, քանզի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմբում է իմ արյունը, կմբնակվի իմ մեջ եւ ես նրա մեջ, ինչպես հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ հոր միջոցով։ Եվ ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով։ Այս է հացը, որ երկնքից իջած է։ Ոչ այնպես ինչպես որ մանանան, որ կերան ձեր հայրերը եւ մեռան, ով այս հացը ուտում է, կապրի հավերժական։ Նա այս բաներն էր ասում, որովհետև այսօր եւս է ասում Հիսուս, ով որ անարժանորեն կմոտենա հաղորդությանը, տեսեք կյանքում մեզ թվացած, որտեղ մարդիկ տարբեր են, 1000 մարդ 1000 կարծիք, շատ բաներ օրինակի համար, երբ որ համարում ենք շատ արժեքավոր, երբ որ այդ արժեքավոր բանը դառնում է սովորական, դա դառնում է սովորական։ Արժեքը գալիս է նրանից, երբ որ ավետարանի լույսով ենք նայում այդ արժևորմանը։ Հիմա աշխարհի ամենամեծ դեղը, ամենամեծ բժշկությունը, որ տալիս է մեզ Սուրբ հաղորդությունն է։ Եթե մենք արժևորում ենք սրա իմաստը եւ հասկանում ենք, որ Աստված ինչքան սիրեց մեզ, որ այդ հաղորդությունը մենք ճաշակում ենք, վերցնում ենք, ուտում ենք, ճաշակում ենք եւ դա տալիս է մեզ լեցուն շնորհներ, կյանքի լիցքավորում, քավություն եւ թողություն, բոլոր տեսակի մեղքերի, ներելի մեղքերի մասին եմ խոսում։ Հաղորդությունը մաքրում է եւ չորացնում է, վերացնում է, արմատախիլ է անում, եթե այդ գիտակցությունն ունենք, որ ես եմ կյանքի հացը, ով արժանորեն մոտեցավ ինձ, կապրի հավիտյան։ Տիրոջ սերը օրհնությունը բոլորիս հետ ամեն։